Բազմազավակ մայր Արմենուհի Մանուկյանը չգիտի այլևս ինչպես պահել իր 12 երեխաներին։ Նա իր անչափահաս բալիկների հետ այսօր կառավարության շենքի դիմաց պատրաստ էր հացադուլ սկսել, եթե իշխանությունները շարունակեն աչք փակել իր ընտանիքի դժվարության վրա։ Օգոստոսի վերջից դիմել եմ առաջին թաղապետին, խնդրեցի, որ չեմ կարողանում երեխաներից դպրոց ուղարկեմ, օգնեք ինձ, ասեցին, որ բյուջե չունենք։ Այդ պատճառով սեպտեմբերի սպասեք ասեցին, սպասեցի մինչև սեպտեմբերի 23-ը եւ ստիպված դիմումս ուղարկեցի մեր կառավարության բոլոր համարյա անդամներին։ Ինձ դեռ ասում են սպասեք։ Ինչքան սպասեմ, սեպտեմբերի 1-ը նրանք կարող են կանգնացնել, որ ես երեխաները ինչքան արդեն 3 ամիս է հետ անգնում, որ իմ երեխան դպրոցա ճախի։ Ինչ իրանց պետքա անգրագետ դեբիլ բան, որ դասակարգ, որ խաբեությամբ աշխատացնեն եւ գումար չտան։ Հիմա պատերազմի երկրորդ խմբի հաշմանդամ, ես իմ 82,000-ով չեմ կարողանում օգնել այդ ընտանիքին։ Այսինքն ընդհանրապես ձեր թոշակը։ Ինչ թոշակ են տրամադրել 82,447 դրամ։ Ասում են հաշվարկ չես արել ունեցել ես։ Այսօր այդպես բաներ են ասում, իմ երեխաները 6 աշակերտ դպրոց չեն այցելում, 21-րդ դար, ինձ պետք չի, ես այս երկրում կրել եմ, ես հաղթել եմ, ես ուզում եմ ապրել, սա իմ պապերի հողն է։ Ահա դպրոց չեք գնում, ձեր ընկերները ձեզ չեն ասում, ինչի չեք գալիս, ուր եք որել։ Չգիտենք ինչ պատասխանենք, որ ասում են, որ գնանք մենք դպրոց այս հագուստներով, բայց մեր դասարանցիները ծիծաղում են մեր վրա։ Այսօր իմ 5-րդ որդին ազգի համար ծառայում է, իմ ամուսին Արյունա Թափե եւ երկրորդ խմբի հաշմանդամ է։ Ու այսպեսի, ոչ, իմ փոքրիկը մի տարեկան է։ Ես ոչ թե պետքա դիմումով ողորմությամբ խնդրեի իրանց, որ օգնեին ինձ, այլ իրանք իմանալով, որ սեպտեմբերը պետքա իրանք գային, ասեին, այսքան երեխա ունեք դպրոցական, պետքա օգնենք ձեզ, բայց այդպեսի բան չկա։ Լայնածավալ օգնությունը չի նշանակում, լայն 10 ռազմեր մեջ շորեր բերեն, ասեն թող այդ շորերով գնան։ Ես իմ որդուից որ պահեստից բերեմ, ասեն թող այդ կալոշներով գնան դասի։ Երեխաները ամաչում են դուրս գան տնից։